Հաճախ ասում եք, որ երբ է լինելու Arm Games-ը ոչ հանրային մարդկանց համար։ Խնդրեմ, 42 մասնակիցներ, որոնցից գրեթե ոչ մեկի դուք չեք ճանաչում, այսօր մրցել են միմյանց դեմ Arm Games նախագծի շրջանակներում։ Ձեզ հետ Արամ Մելիքյանն է եւ մենք սկսում ենք Arm Games, որտեղ մասնակցում են մարդիկ, որոնք ոչ հանրային են, ոչ բլոգեր են, ոչ ինֆլուենսեր են, բայց զատո տաղանդավոր խարիզմատիկ ու հմայի չեն։ Միաթիմա ողջունում ենք ու մենք սկսում ենք Arm Games հատուկ ծրագիր, հատուկ նախագիծ այն մարդկանց համար, ովքեր սիրում են մեր նախագիծը սիրելիներս։ Այսօրվա հաղորդումը ինձ համար նույնպես լինելու է աննախադեպ, որովհետև ինձ հետ լինելու են մի անգամից երկու հմայիչ հաղորդավարներ։ Վստահաբար գիտեմ, որ շատերը ինչպես գրել եք, անընդհատ, որ այլևս առանց նրա հնարավոր չէ Arm Games-ը, այդպես էլ կա։ Ես այլևս Arm Games-ը չեմ պատկերացնում առանց Մարիամ Ալեքսանյանի ծափարություններով դիմավորում ենք։ Եկավ։ Կարելի։ Այո, վերջերս բոլորն ասում են, որ առանց քեզ էլ չեմ պատկերացնում այս շարը։ Շատ հաճելի է դա լսել։ Հա, բայց իրականում Վերջերս բոլորն են ասում, իսկ դու։ Չէ, ես կողմ եմ։ Բոլորի ասացի եմ։ Ցեներս այսօր բայց իրականում աննախադեպ օր է։ Մարիամին արդեն ետնաբեմում ասել են, որ այսօր մենք լինելու ենք երեկով, իմ կողքը լինելու են միանգամից երկու ֆանտաստիկ հմայիչ մարդիկ, ասեն, որ հաջորդ աղջիկը որ պետք է գա, հաղորդավարուհի չէ։ Նա նույնպես եղել է նրանց նման մասնակից Arm Squid Game-ի ժամանակ, երբ որ նորից ոչ հանրային մարդիկ էին մասնակցում, եզրափակչի մասնակից է, բայց պոտենցիալ ունի դառնալու հաղորդավար։ Դիմավորում ենք մարդ, որը իր փորձով կկիսվի, մարդ, որը իր էմոցիաներով կկիսվի, Սոնային դիմավորում ենք։ Հələ ինչ հմայիչ մարդ է։ Ահա։ Բայց եկեք ես ձեր մեջտեղը կանգնեմ, էլի, եկեք ես ձեր մեջտեղը կանգնեմ, Սոնա ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, դուք ոնց եք։ Ես շատ լավ, որովհետև այսօր մի րոպե, ոչ, որովհետև այսօր ես միայնակ չեմ կիսելու այս էմոցիաները, շնորհակալություն, որ եկել ես։ Ասեմ, որ Սոնան գրեթե բոլոր խաղերը ի տարբերություն քեզ նաև խաղացել է։ Այսօր շատերին քո էմոցիաներով կփոխանցես, կկիսվես, նաև կփորձես աջակցել։ Մենակ իր այդ կոալիցիա չկազմեք իմ դեմ։ Դա քեզ միայն մենք արդեն կազմել ենք կոալիցիա։ Okay։ Սիեներս արդեն ես հրաշալի միջավայրում եմ։ Լավ եք, չէ՞, նորմալ է, չէ՞, տրամադրություն։ Խաղանք խաղը սկսենք։ Եկեք խաղը սկսենք, էլի։ Մի անգամից տեղափոխվենք մեր ամենասիրած խաղային զոնա։ Մենք սկսում ենք Hey խմբերից։ Առաջին փուլը սկսում ենք։ Hey խմբեր խաղն է, որտեղ հնչելու է թիվ, մասնակիցները պետք է միավորվեն այդ թվի շուրջը։ Եթե լինի սխալ կամ շատ, նրանք լքում են նախագիծը։ Քառասուն երկու մասնակից է, դրված է 8 զոնա։ 8! Հա, ինչ լավ, հա, ճիշտ է։ Շատ ակտիվ են։ Ոյ։ Սխալեսան։ Վայ։ Stop։ Են աղջիկը վրայով անցան։ Ուսում հասկանեմ, ինչ էին անում քեզ։ Ես իրաց անում ճիշտ է։ Հա։ Ամենածիծաղելուն ու զավեշտալին գիտեք որն է, որ ես միշտ առաջինը ուղղակի եմ ասում, ոչ մեկի չեմ էլ ուզում դուրս գան իրար։ Անիմաստ իրար ծեծում էին այսքանի համար։ Արամը եւ իր ինտրիգները, ուրիշ ոչինչ։ Սա եթերային փորձ էր։ Սա ամեն դեպքում եթերային էր,
Բայց փորձ էր, ոչ մեկ դուրս չի մնում, որպեսզի իրան տականան, խաղը հասկանան, էլի ինչ է իրենց ներկայացնում։ Պտույտ։ Հեշտ չէ ասեմ։ 6 որ 7 կետերին է կանգնում։ Nein, primitiv բանա, որ Stop! Բոլորը հավասար։ Այո, բոլորը 6 են։ Դեռ հեշտ է։ Շարունակում ենք։ Պտույտները գնաց։ Նայք։ Նայ, ես ասել եմ։ 5 Ահա։ Stop! Դրեցին են Երկու աղջկան։ հոգի դուրս մնացին։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այս փուլում դեռ ոչ մեկ դուրս չի գալիս։ Մասնակիցները, ովքեր որ դուրս են մնում, գնում են սպասման Բայց ռեժիմ։ դու դուրս չես մնացել, դեռ սպասման ռեժիմ ունենք։ Բրթեցին հանեցին։ Դե հիմա բա այդ է խաղի կանոնները։ Բայց ինքը գնում է սպասման Ես ասել եմ, որ ինքը գնում է սպասման ռեժիմ, շատ լավ, արի։ Դուք երկուսդ էլ դուրս եք, չէ՞ մնացել։ Բայց դուրս չես մնացել։ Սպասման ռեժիմ կա դեռ։ Всё։ Ձեզ հաջողություն։ Արդար։ Ինչ էին ասում ընդ։ Ասում էին, որ հետ են բերելու տղային, այդպես էին ասում, են աղջիկներ բողոքում էր, որ իրան դուրս են թողել խմբից։ Հասկացա։ Բացանում են, սոնի շտիվ ասեմ, ասա 40 հոգի են։ Հատը չեշտ կլնի։ Արա սա հեշտ եմ ուզում։ Հեշտ լինի, որ անցներ։ Չէ, ես ուզում եմ արդեն խաղը դժվարացնեմ։ 9 4 հոգի էլ դուրս մնացին։ Stop! Իննա Պես բան չկա, մենակ ստեփ կան, այսպես բան տեսնենք։ Ինչ է խփել։ Ես բաց մարդ չեմ, երեք։ Քթին եմ։ Մենք նույն քանակով եկել էինք, ուղղակի ուրախությունից խփել։ Ինչ։ շարունակում ենք։ Սողը մեզ փորից դուրս չեմ մնա, դե միջև վերջ գնա։ Երեսուվեց մասնակից է շարունակում։ Հոպա, արդեն լավ, արդեն ասացես կտուկը կսկսի։
տեսնենք թե դա երեք հոգին է խելոք կանգնել են մի հոգին այստեղ է այնտեղ մեկին բրթեցին քսեցին դուրս այստեղ բայց իսկ թվում է քիչ են 9 հոգի եք դուք այո նրանք 10 են այստեղ ես տեսա ոնց աղջկան նետեցին դուրս ուղակի Այս ամբողը տղաների ворցերը միայնակ աղջկա վրային հարցակվել ոհմակով Ոչինչ։ Լավ դուք ասում եք սպասման ռեժիմ մնացածդ կենտրոն Էս իմ համար ամենաստրեսային խաղն ա եղել, դրա համար ես հիմա հասկանում եմ իրանց։ Այս պահին 11 մասնակիցներ դուրս են մնացել նախագծից, բայց ամբողջովին դուրս չեն մնացել, տեղափոխվել են սպասման ռեժիմ։ Իսկ դուք բոլորը 11 հաջորդ փուլ շնորհավորում եմ բոլորին։ Այո։ Մենք տեղափոխվենք սպասման ռեժիմ։ Տեղափոխվենք սպասման ռեժիմ, տեսնենք թե ինչ են պատրաստել իրենց համար։ Նաև մեզ համար, շնորհակալություն։ Էմոցիաներ արտահայտեք։ Էմոցիաներ։ Իմ չունեի, բայց անցար ավելի։ Այստեղ 11 մասնակից է։ Դուք պարտադիր հիմա պետքա բաժանվեք զույգերի, բայց աղջիկներն իրար հետ, տղաներն իրար հետ։ Շատ արագ։ Շատ արագ բաժանվում ենք զույգերի։ Դեմքով կանգնեք։ 026 համարի մասնակիցը այս պայն սպասում է այստեղ։ Ասեմ, որ ակամայից թե պատահաբար դու դուրս ես գալի մրցակցությունից, դու մրցելու ես ինքդ քո դեմ, որովհետև մենք ունենք գործընկեր, որը քեզ տալիս է իդեալական հնարավորություն մնալ նախագծում։ Բայց դրա մասին քիչ անց, իսկ այս պայն շնորհավորում եմ ձեզ, դուք բաժանվելով զույգերի մրցելու եք միմյանց դեմ։ Քո անունը Գորջան, ասեմ, որ մեր գործընկեր Երեմյան պրոջեկտը իր կատնամտերքով, իր ֆանտաստիկ կատնամտերքով, իր բնական կատնամտերքով, այսօր լինելու է մեզ այդ ամբողջ օրը, մեզ ուժ է տալու, տեսնում եք սառնարները ամբողջովին լցված է կատնամտերքով, բայց բացի դրանից մի հատ շատ հավես փորձություն է պատրաստված, այնպես ստացվեց, որ քեզ համար, որովհետև դու մնացիր մենակ։ Տեղափոխվենք այդ զոնա, արդեն կպատմեմ, թե ինչ է տեղի ունենալու, այնտեղ պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Մայրամ ջան, գոռա, մեր ամենակրտսեր մասնակիցներից մեկը այս պահին հայտնվել է սպասման ռեժիմի այս հետաքրքիր վայրում, որովհետև նրան ոչ մեկ չընտրեցին։ Եվ մեր գործընկեր Երեմյան կատնամտերքը իր բնական կատնամտերքով պատրաստել է շատ հավես խաղարկություն։ Ասեմ, որ մենք նաև համագործակցության մեր գաղտնիքը նրանում է, որ մեր մեջ կա սպորտ, կա ուժ, իսկ Երեմյան կատնամտերքի հենց գլխավոր խորհրդանիշներից մեկն է, որ կատնամտերքի միջոցով մենք ուժեղանում ենք, օգտագործում ենք կատնամտերք։ Բնականաբար այո։ Լավ է, պատասխանը լավն է, արդեն պատասխանը ճիշտ է։ Հիմա դու պետքա պատրաստես միլքշեյք։ Բայց դամա դու ունես ընդամենը 1 րոպե։ 1 րոպեվա ընթացքում օգտագործելով այս սարքը, դու վերցնում ես Երեմյան կատնամտերքի որևէ կաթ, օգտագործելով ելակը, խառնում ես բլենդերում, վերցում տալիս ես, ես խմում եմ։ Խնդրում եմ բաժակը պատրաստեք 1 2 գնաց։ Ճիշտ չափել ընտրեց։ Կաթը լցվեց։ Ես սակով վերցնեմ։ Ես քո տեղը լինեմ, կափարիչը կբացեմ ու ամբողջովին կփորձեմ լցնել։ Չէ, ես չէի անի տենց օրինակ։ Էրիկա։ Հերիք չի, լցրա։ Ես խմելու եմ անպայման։ Հա, մենք բոլորս։ Լցրա, մի նայի այդտեղ, ոչ։ Էրիկա, փակելա պետ, ես կօգնեմ քեզ։ Օպա։ Մնաց։ Պատրաստ է համարյա։ Մի քանի վայրկյան մնաց։ 10 վայրկյան։ 5 վայրկյան։ Ստոպ։ Գոր, հիմա բացատրեմ ինչի արդյունքում ես դու անցնելու հաջորդ փուլ։ Սոնա ջան, մենք հրավիրում ենք քեզ այստեղ։
Սոնան ապել է միլքշեյքը, եթե նրան դուր է գալիս, դու ասում ես հաջորդ փուլ։ Սոնակ, ասես դուրս շատ ա գալիս, հա, շատ ա դուրս Իսկ դու գալիս։ կատամտեք օգտագործում ես։ Okay։ Համեցեք։ Թեն վստահ եմ, որ շատ համեղ է լինելու։ Ես կպայեմ։ Անցնում է չէ հաջորդ փուլ։ Լավն է։ Հա, շատ։ Լուրջ լավն է։ Ապրես գոր, Որջան այսքան բան, այս մի շեկլեր կել որպես ուշ։ Երևան քաշամուտերքի կողմից քո կրտիկով պատրաստած դու ասում ես հաջորդ փուլ ընկերս։ Շնորհակալություն Երևան կատնամտերքին, սիրելին ես գորին ես հրանալի հնարավորություն ձևելու համար, իսկ մենք տեղափոխվում ենք միտեղ որտեղ սկսվում է չափալախ բաժինը, խաղ, որի համար ես խելագարվում եմ։ Զույգերը բաժանվել են այնպես, ինչպես ուզել են, իրանք ընկերներով են իրար հետ կազմեզույգ, հիմա միմյանց պետք է չափալախով հանեն խաղից դուրս։ Գնացինք։ Հիշեցնեմ, որ խաղը կոչվում է հայրական ապտակ։ Մասնակիցները բաժանվել են զույգերի, պետք է ապտակեն միմյանց։ Որ մասնակիցը երկու միավոր վաստակեց, նա էլ անցնում է հաջորդ փուլ։ Սա մեր մեկ մի անգամ ենք այս խաղն ունեցել։ Հա, առաջին եթերաշրջանի ժամանակ։ Տղաներ, սկսում ենք ձեզնից։ Առաջին զույգը, բարձացեք ծափարությունների ներքո։ Նրանցից մեկը այս փուլից, այս ծեսկրտուկից հետո կամ այս չեմ անում ինչ են անելու միմյանց, այս փուլից հետո որևէ մեկը ամեն զույգից լքելու է Գեմսը։ Սպասման ռեժիմ չեմ Սա սպասման ռեժիմ, սպասման ռեժիմից սպասման։ Սա պարտվողներն են, սա պարտվող, պատկացեցիր Սոն։ 1, 2, գնաց։ Մի անգամ։ Ուզում էր ինքը գցեր, բայց մյուսը ընկավ։ Հաղթում է երկրորդ համարի մասնակիցը։ 1, 2, գնաց։ Եվ 0-3-ը դուրս։ Եվ 0-3-ը 0-2-ը անցնում է հաջորդ փուլ։ 0-3 մասնակցին հաջողություն ենք մաղթում սիրելիներս, նա լքում է Arm Games-ը։ Արամ, բայց անարդարա, որովհետև մեր ժամանակ սպասման ռեժիմներ չկային։ Ձեր ժամանակ 100 մասնակից էր, իսկ հիմա 42։ Հաջորդ մասնակիցները նույնպես շատ երիտասարդներ են, ինչ թվում է այն մյուս կողմի 24 համայ տղան շատ պուպսիկ, շատ Ինձ էլ փոքր ակում մոքր է։ 0-14-ը կհաղթի։ Գնաց։ Ոյ Շատ ծեց կհասա, հայրական է։ Այո։ 0-24-ը ընկավ։ Գնաց։ Այո։ Մալադեց 0-24։ Հաշիվը մեկով մեկա, չէ՞։ Այո, հաշիվը 1-1, այստեղ նայեք, նա 0-14-ը պրիչոսկեն արդեն դզեց։ 1, նա 0-14-ը ջղայնացել է, 2, գնաց։ Այո, 0-24-ը դուրս մնաց, 0-14-ը հաղթեց։ ծափարենք 0-24 մասնակցին։ Բարձը ծափերի ներքո ճանապարհենք, նա լքում է Arm Games-ը։ Մի փոքր շուտ, բայց ոչինչ։ Շնորհակալություն։ Մինչ կպատրաստվեն, ես ուզում եմ ասել, որ պատկերացում չունեմ աղջիկները միմյանց դեմ ոնց են կռվում։ Ես ավելի ագրեսիվ։ Կարծում ես։ Այո։ Բայց ես ինչ-որ զգացողություն ունեմ, որ 0-28-ը հաղթելու է։ Ձեր այդպես թվում։ 2, գնաց։ Չէ, Օպա։ 0-40 6-ը շատ ուժեղ 46-ը գտնվեց։ բավականին ֆիզիկապես Մալադեց։ պինդ գտնվեց եւ դժվարին պայքարում համաձայն եմ Սոնայի հետ։ 2, գնաց։ Ես սխալվեցի էլի իմ գուշակությունների մեջ։ 0-46-ը հաղթում է, 0-28-ը լքում է խաղը։ Ճիշտն ասած, սրա վրա ես իմ հավասարակշռությունը вообще չէի պահում, որտեղ դողում էր։ Դե իմաստը է տավոզ։ Չկարացի։ Երկրորդը вообще թուլացա, այս մարմինս հավասարակշռությունը կորավ լրիվ։ Դե ինչևէ շնորհակալություն ենք ես հայտնում եմ նախագծում լինելու համար, բայց դες բան լքում ես Arm Games-ը։
Շնորհակալ եմ ձեզ։ Ապրեսեք ես։ Մերսի, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բաժինը գալիս է աղջիկներինը։ Օհո։ Այս է ջերմ մթնոլորտում, ես հիմա բարձրաձայնում եմ մի խաղի մասին, որտեղ երկու աղջիկներ կփորձեն միմյանց չանգրտել, ծեծել, շպրտել, Հիշեցնեմ, որ նետել։ Արամը ասում էր, որ աղջիկները ավելի ագրեսիվ են։ Այո, ես տենց եմ մտածում։ Լավ։ Դու էլ դաժան ես հա գտնվում։ Այո, հիմա 0.22 աղջիկը եւ 0.42։ 0.42-ը շատ փոքր մոքր է։ Ես կօգնեմ։ Մի փոքրիկ է մասնակիցը մեր, ես կօգնեմ, ես օգնում եմ։ Ըհը։ Դիրքավորվում ենք։ Ես սպասում եմ։ Ես Ես սպասում եմ։ Ուժեղ, չանգրտոց։ Պատրաստ։ 1, 2, գնաց։ Ահա։ Դե ուժերը շատ անհավասար են։ Շատ անհավասար են, ես նորից գնացի օգնելու։ Շատ անհավասար է։ Պատրաստ։ Գնաց։ Ոյ։ 0.22-ը անցնում է մյուս փուլ, իսկ 0.42-ը դուրս է մնում։ Գնացեք երեխու մոտ։ Գնացեք։ Կարծում եմ թող ինքը գա, արի մեր մոտ։ Ոյ, ես գնացինք ում։ Ես համաձայն եմ, որ ուժերը շատ անհավասար էին։ Հա, ես համաձայն եմ, բայց կարծում եմ ուրիշ տարբերակ չունեին։ Ոչինչ, իմ համար կարևորը մասնակցությունն էր, որովհետև իմ համար երազանք էր։ Իրոք։ Հա։ Ինչ եմ կանգնել եմ իմ համար։ Շնորհավորում եմ դու հաջորդ փուլում ես։ Գնա պատրաստվի։ Ինչ հաճելի է։ Այս պարտությունը ոչ մի բան էր, իմ տեղ ստացած էմոցիաները։ Շատ ավելի լավ, ես ուրախ եմ, որ դու այդպես ես մտածում։ Քեզ հաջողություն։ Իրենք երկուսն էլ ինձ հետ մասնակցել են անցած եթերաշրջանին։ Երկուսն են? Լուրջ Երկուսն էլ են ես հիշում եմ, որ ինքն էլ կար։ 0.55-ը 0.55-ը հաստատ կար, բայց մյուս աղջիկն էլ կար։ Գնաց։ Ինչ արեցի։ Սա ինչ Առաջինն ով էր։ Խնդրում եմ մեզ էլ տեղեկացրեք։ 0.55-ը առաջին, 0.55-ը 1-0 պարտվում է այս պահին առաջինը ընկավ։ Բայց իրենք ինչ-որ բան էին պայմանավորվել։ Ես այ պայմանավորված է երկուսով դուրս կգան նախագծից։ Դու հարամեցիր։ 3 Տարօրինակ բաներ է տեղ ունենում։ Չէ, պարզապես իրենք երկու ընկերուհի են ու չեն էլ ուզում դուրս գալ։ Երկու ընկերուհի։ Ես ուզում եմ հասկանամ ինչա կատարվում։ Մենք 1000 տարվա ընկերուներ ենք, ես հո չեմ թողելու ինքը չանցնի։ Ինչ որոշվեց, ինչ որոշեց։ Ինչ որոշեցիր։ Ես բան չեմ որոշել։ Ես երկուսը չեն կարող անցնել։ Պատրաստ։ 3 1000 տարվա ընկերուհիներ են։ 0.55-ը Հիմա էլ դուրս մյուս մնաց։ աղջիկը ինքնական։ 0.55-ը ինքնական թռավ, իսկ 0.50-ը անցնում է հաջորդ փուլ։ Դուք ընկերներ եք, ես հասկանում եմ եւ մեկ անգամ նա զիջեց, մեկ անգամ դու զիջեցիր եւ վերջում նորից նա Արդար զիջեց։ պայքարի ես չեմ զիջել, արդար պայքարի արդյունքում ուժեր շերիք է։ Ինչևէ, ես շնորհավորում եմ, որտեղ այստեղ ձեր ընկերությունը այստեղ հաղթեց միանշանակ։ Փաստի արդյոք շնորհավոր է իրենց։ Այո, ընկերությունը հաղթեց, բայց խաղում պարտվեցիր դու։ Բայց ընկերությունը ավելի մեծ արժեք է ամեն դեպքում։ Ես շնորհավորում եմ, հուսով եմ այս քայլը լավ օգտագործես։ Հուսով եմ։ Ես էլ եմ հուսով։ Ես շնորհակալություն ենք հայտնում։ Ձեզ էլ շնորհակալ։ Դու այլևս ու էմոցիաների համար վստահաբար են էմոցիաներ, որ առաջ խաղին կրկն եղել են, դրանք սենց երապատիկ, քարապատիկ կրկնվեցին։ շնորհակալություն։ Ապրեք։ Ձեզ շնորհավորում եմ, ձեզ հաջողություն։ 55 մասնակցին ծափարություններով ճանապարհենք։ Իսկ այս պահին սերներս մեզ մոտ սկսվում է երկրորդ փուլը։
Մեզ մոտ սկսում է երկրորդ փուլը։ Եվ իմ ամենաատելի խաղն են խաղալու։ Ինչու Angry Birds-ը չես սիրում։ Այս խաղը կոնկրետ չեմ։ Պարսատիկ կամ ռագատկա, ինչպես մենք ենք ասում։ Բայց մի հարց ունեմ քեզ։ Դավայ։ Նույն քաղաքականությունն ենք վարելու այս խաղի ընթացքում, այսինքն եթե մի թիմը պարտվում է, իրանք բոլորով դուրս են մնալու։ Ոչ, այստեղ նորից գործելու է Սոնայի եւ Մարիամի սիրած սպասման ռեժիմը։ Վերջին սպասման ռեժիմն է, որից հետո արդեն մորթոցին գնալու է։ Ես խաղին դեռ ծանոթ չեմ։ Սա նոր խաղ է։ Չեք խաղացել Ոչ, այս խաղը Ձեր բախտը բերել է, կարծում եմ որ չեք խաղացել։ Գնդակը բայց մեր ժամանակ կարա ավելի դաժան խաղեր կային։ Այդտեղ դաժան խաղերը կգան։ Խաղը կոչվում է գնդակոծիր։ Մասնակիցները բաժանվել են երկու մասի եւ նրանց նպատակն է լինել դիպով, որ թիմը ավելի շատ դիպավ դիմացի թիմին, նա էլ ճանաչվում է հաղթող։ Արված։ Այո։ Գետնին կպավ։ Գետնին։ Ոչ։ Գետնին կպավ նոր։ Մի անգամից պետք է լինի։ Մի քիչ ուժեղ։ Արված։ Մի անգամից։ Լիլիթին կպավ գնդակը, Լիլիթը այս պահին լքում է, մեկ միավոր ունեն դեղինները, մեկ միավոր զիջում են այս պահին կարմիրները։ Լիլիթ քեզ կպավ։ Լավ է։ Կանից տեղափոխեցին, վրեժը լուծի։ Լուծի վրեժը։ Ես շում ասնելու սպասման ռեժիմ տիկալ եմ ձև չի։ Հիմես, դու խաղ։ Արված։ Ուժեղ, նույն ուղղությունով ուժեղ։ Կպավ։ Ոչ, գետին կպավ առաջինը։ Արված։ Կպավ։ Ոտքին։ Երկրորդ մասնակցին դուրս հանեցին։ Ոտքին, երիտասարդի ոտքին կպավ։ Եմի ձերբրո է, որ եկա ես թիմ։ Ոչ նիա։ Արված։ Մարիամը ինչպես միշտ մասնակիցների մասին է հոգ տանում։ Մնում եմ Արամի կողքին, դառնում եմ Արամի պես։ Դեղիններ, հարված։ Շարժվեց երիտասարդը։ Շարժվել են։ Պարզ ասել եմ կանոնը, գնդակը անցավ, երիտասարդը գլուխը թեքեց։ Դա դեռ ոչինչ չի նշանակում, բայց արդեն 3 միավորով հետ եք մնում դուք։ Հուսանք հետ կգանք ու կորցրածը հետ կբերենք։ Ես էլ եմ հուսով։ Կարմիրներ, հարված։ Հիմա Ոնց որ պետք թե է արկղին կպավ։ մենք հիմա կնայենք վառով։ Ձեզ չի կպել։ Ոչ, եթե կպնեի անկեղծ կասեի, սուր բանի։ Չի կպել։ Ասում եմ, որ քառակուսուն է ընդամենը կրվում։ Մենք այդ ամեն ինչը կստուգենք վառի միջոցով։ Ռավի, ինչպես միշտ ռավ։ Վառը նայեցին կպելա տմբուշկային, այդ արկղին են կպեսոն։ Այո, ես տեսա։ Հարված։ Չկպավ։ Չի կպել, գետնին է խփել, չէ, չի կպել։ Հարված։ Շարժ։ Այս շարժումի պատճառով էլ, այս մարմնի շարժման պատճառով է գնդակը չկպավ քո ոտքին։ Իսկ իմ աչքերը քո վրա են այդ պահին։ Երիտասարդ բորը այս պահին սպասման ռեժիմում է։ Ես ու Սոնան կնստենք այստեղ, նստի Սոն։ Եվ կսպասենք բախտին, տեսնենք որ Նենց եմ ուրախան, որ արկղին է կպնում։ Ինձ թվում է, հեսա գալիս է քեզ կպնի գնդակը, դե համար եկել եմ ստեղ կանգնեմ։ Հարված։ Չկա։ Չէ, բախտը բերեց։ Սխալ է իր զգում Արամ ջան։ Ես խանդում եմ հարգելի օպերատոր։ Իրան նկարող կա, ինձ չկա նկարող։ Ինձ թվում է ստեղ գալու այսա շարժվելու է։ Հարված։ Ահա որ թե իշխաղվելը։ Հարված։ Ինչպես եք։ Լավ։ Հիմա որ դուք բաքսոր եք, հա։ Ռեֆլեքսներ ունեք, չէ՞ շարժվելու։ Մի թունավորի։ Հարված։ Չկպավ։
Այն նույնը թուլացրա, այս աղջկա տեղը մի հատ կոլոտ տղա է, չգիտեմ ով է։ Հարված։ Օ, չշարժվեց։ Հարված։ Բռնել եմ, կադրը բռնել եմ։ Իվրեք, չեք։ Այո, դու վաստակում ես քո թիմի համար մինուս միավոր։ 3-2։ Հարված։ Գլխին եմ կպնում։ Այս Արամը որտեղ գնում է, ինչ որ բան սխալ է գնում։ Լարը չկա։ Պատրաստ ես։ Չշարժվես, հա։ Ես ուզում եմ գնդակը տեսնեմ ոնց է քեզ կապտում։ Հարված։ Նորից արկղին։ Հարված։ Օ, նա չի շարժվել զուտ, աշկերն է թարթել վաղից։ Չի շարժվել, չէ։ Հարված։ Ես տեսել եմ ոնց քսվելով։ Որ մասիդ կպած իսկ կտած կուսին։ 3-3։ Հիշեցնեմ, որ 3-0 պարտվում էին կարմիրները, հետ վերադարձեցին։ Համստեղ տնեմ։ Հարված։ Կրակ։ Բռնել եմ օթից։ 4-3։ Կարմիրները պարտվում էին, բացահայտ պարտվում էին։ Ու հիմա մի անգամից 4։ Հարված։ Չկա։ Շատ լավ է հուշում։ Մեր լորեցին շատ լավ հուշում է։ Զիմլյակը սա, ապրես։ Հարված։ Կարա լինի սա վերջինը, ուզումը չփակես։ Դու ով ես ուզում ակտի, անկեղծ ասա, անկեղծ։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարմիրները ավելի ուժեղ են, չէ՞։ Այն ձել է Ինձ թվում է իրանք կհաղթեն։ Հարված։ Գնեն են հարվածում։ Ոտքին։ Կպել է։ Արի։ Չէ դու դուրս չես եկել դեռ, պետք է սպասենք, հա։ 4 Որ թիմը առաջինը կպտում է, նա էլ հաղթում է։ Կարմիրներ հարված։ Կպավ։ Ուժ է ուղղությունը նամնա։ Ուժ է։ Ուղղությունը սիրատինքից ուժ է։ Հարված։ Չկա։ Կրակ։ Օպ։ Իրա մոտով չանցավ, շատ իրանից հեռու էր, որ ինքը շարժվեց։ Կապ չունի, շարժվի։ Չէ, գնդակը անցել է, շարժվել է, դա կապ չունի։ Ապարներն ինքը ձեռքերով պաշտպանում։ Ժամը ասել եմ ձեռքերը փակեք կանգնեն։ Բացատրեմ, մասնակիցը վախեցավ գնդակից, այնքան մոտ էր, որ ինքը վախեցավ։ Բայց մեկը իրեն չէր կպնելու։ Կարմիրները հաղթում են։ Դեղիները անցնում են սպասման ռեժիմ։ Գնում ենք սպասման ռեժիմ։ Ինչ ասեմ, ինչ եք ուզում ասեմ, ես մարդու դեմ, ես անզոր եմ, հասկացեք ինձ, խնդրում, ստեղ էիր։ Ասա։ Բան չեյաց, ասում եմ։ Խնդրում եմ կլի մյուս հաղորդումը մենակ Մարիամը վարի, կլինի մոտ։ Լսեցիք, Արամ ջան, շնորհակալություն։
Աստղից ընկուն թիվ չկա։ Հավա է, վերցե, բայց լավ թիվը։ Այլամ, քո սիրելի սպասման ռեժիմն է, թիմերը բաժանվել են 3 մասի, կապուտ, կարմիր, Խաղը ինձ շատ ծանոթ է, այո, RMC-ի առաջին փուլի վերջին խաղն է, սա շատ հավես էստաֆետային խաղ է, նախ եկեք բացատրենք խաղը։ Այս խաղը նման է ավանդական էստաֆետային, որտեղ մի քանի փուլեր անցնելով մասնակիցները պետք է հասնեն բարձրալի հաղթանակի։ Նրանք բաժանվել են մի քանի թիմերի, բայց մասնակիցներից մի քանիսի ոտքերը լինելու են կապ-կպված։ Կարծում եմ արդեն մեր հերոստատիտողների համար պարզ է։ Այո, իսկ մեր համար էլ ապարս է, մեզ համար ինձ բայց համար ես քո համար մոտ վատ լուր ունեմ։ Ինչ։ Այստեղից 2 թիմ դուրս է մնալու, միայն 1 թիմի անցնելու հաջորդ փուլ։ Հա։ Դիերներս, այս փուլից հաջորդ փուլ է անցնում միայն 1 թիմ։ Գնաց։ Տեսնենք ինչ է կատարվում։ Առաջինը բանալիով պետք է փորձեն բացել։ Զամոկները պետք է փորձեն բացեն առաջինը։ Կա բոլորը արագ-արագ փորձարկեն։ Առաջինը բացվեց, ապրես։ Երկրորդն էլ Պետք է բացվեց։ ճիշտ անել, փորձել հասկանալ դա է թե դա չի։ Փորձի, Հետո բանալիները պետք է փոխել։ Ահա բացել ես։ Բայց դա միջև այս փորձեք նոր։ Շուտ արա։ Շուտ լավ բան։ Մի փոքր արագ է պետք մտածել։ Ես նա փոստում եմ։ Չի բաց։ Շուշ։ Ոբշե։ Էսի բացվավ, էսի բացվեց։ Չի լինում ես մեկ։ Փորձի արագ։ Ահա։ Այդքանը կարևոր չի առաջ լինելը, կարևորը վերջում ովքեր կնետեն։ Ոբշե չի լինում ոչ մեկ։ Արագ, շուշ, եկեք։ Ոյ, ընկան։ Մաստեր ամենակարևոր կետը նա է, որ շատ կարևոր է միայն դուք արագ Bravo.
Չեք խառնվում։ Չէ։ Բայ։ Լավ խփեք։ Անդեղ ընկել, հա, ամիակ։ Հա։ Երկու։ Պետք է դատարկեն կոդը կարդան։ Երեք հա տաքսիկը։ Կարակ արդեն փորձեք նայեք կոդը, թեքեք նայեք կոդը, արդեն նայեք կոդը նայեք, գնացեք ասեք, մի արեք, արդեն կոդը նայեք։ Երկուս են գցել։ Երեք։ Վայ։ Չորս։ Մեկ։ Այնտեղ 3, այստեղ 1, այստեղ 4։ Վերջ, դեղիների թիմը անցնում է հաջորդ փուլ։ Մնացած բոլոր մասնակիցները ցավոք սրտի լքում են Arm Games նախագիծը։ Լավն էր, պայքարը շատ լավն էր, էմոցիաները շատ լավն էր, բայց ցավոք սրտի մի անգամից 13 մասնակիցներ այս սպասման ռեժիմի խաղից գնում են տուն։ Շատ անբացատրելի։ Հələ ոչ օգուտի չեմ գալի։ Մտածա։ Լարան, երբ որ շփվում է իր հետ, ասում էր արի մոտս, ասում էր ես պարտվել չեմ սիրում, Angry Birds խաղի ժամանակ։ Այո, կա այդ խնդիրը։ Մի անգամից 13 մասնակից այս պահին լքում է նախագիծը։ Գիտես ինչ եմ մտածում ու հենց հիմա հասկանում, որ այս անգամ շատ դաժան էի, ես չէի սպասում։ Դե ոչինչ, այդպես էլ է ստացվում։ Հորտոսվում է։ Շատ օրա, մի բան արա։ Դե չեմ կարող, չէ։ Չէ, այդքան շատ մարդ էս մի բանից չելն էլի։ Այս մի բանից չի, սա երկու խաղի արդյունք։ Չէ, արամ։ Չեմ կարող արդյոք։ Սա հենց սա է մրցույթի, հենց նայ, հենց այս մրցույթների մեջ մենք մեծանում ենք։ Սրա այս ամեն ինչի մեջ ենք մենք մեծանում։ Չէ, բայց անարդ է այս ձևով։ Դու մի անգամից երկու խաղ պարտվել ես։ Հասկանում ես։ Նու դու չէ, քո թիմը։ Որտեղ ոնց որ դու ասցի, եթե քո պարտությունը լիներ, սա ուրիշ, բայց ցավոք սրտի քո թիմը քո գլխավորությամբ, որտեղ դու էլ ես թիմի մաս կազմում, մի անգամից երկու խաղ պարտվեց։ Չեմ ասում, իմունիտետ չունեք դուք այս անգամ։ Ունատ մի եկեք ին վրա խնդրում եմ, չէ, չունեմ։ Տես Մարիամիշան հեշտ է հանձնվում գնում։ Իզես չեմ հանձնվել։ Տես, իզես իմունիտետ по жизни ունեմ, ինքը իմունիտետ по жизни չունի։ Լար, դուք երկու անգամ պարտվեցիք, ձեր թիմը, այն մասնակիցները, ովքեր որ
Պարտվեցին Angry Birds-ի ժամանակ։ Մի բան մտածի, որ մենք անենք, ոչ թե թմով անենք, ամեն մարդ ինքան։ Անատական խաղերը սկսվում է, այստեղ իրականում անատական է, դու անատական պարտվեցիր։ Անատական բաների կողպեքները բացելու ժամանակ պարտվեցիր։ Ամեն դեպքում յուրաքանչյուր խաղի մեջ անատական գործոնը կա։ Ես կարամ ասեմ ինչի էր պարտվում, դες եղունգները չէր թողում դու բացեիր զամոկը։ Ինչև է սենես այսպես էմոցիոնալ և դրամատիկ, մենք տեղափոխվում ենք Arm Games, այս նոր դեմքեր նախագծի երրորդ փուլ։ Ասեմ, որ իմ ամենասիրած խաղերից մեկն է։ Գիտես իմն էլ։ Շատ։ Ես շատ եմ սիրում։ Դու տեսել ես այս խաղացը։ Մանավանդ քո առաջարկածները։ Մանավանդ թե ինչեր ես առաջարկում մասնակիցներին հաջորդ փուլ անցնելու համար։ Այո, ես այդ ամեն ինչի mən նորից առաջարկել ես իրենց խաղացնելու եմ, իրենց ներվերներն ուտելու եմ, բայց այս խաղն ադի վատ կողմ ունի, եկեք մոտիկ ասեմ։ 12 հոգի միանգամից լքելու է նախագիծը։ Պահիր թե կարող ես։ Այստեղ մասնակիցները բաժանվում են 2 թիմի, օդում գավակից կախվում է ամեն թիմից մեկական նույն քաշի աղջիկ կամ տղա, նրանք պետք է փորձեն պահել մինչև վերջ։ Հիշեցնեմ, որ հերթականությամբ մասնակիցները պետք է թողեն պարանը։ Հաջորդ փուլ անցնում են միայն։ Շուտ ես ուզում տուն գնաս։ Okay, հաջորդ փուլ անցնում են միայն հաղթող 12 մասնակիցները։ Իրենք գիտեն դրա մասին։ Հիմա կտեղեկացնեմ։ Մի տեղեկացրու։ Չէ, կտեղեկացնեմ։ Ես ունեմ մի հատ նորություն, 12-ը մրցում են 12-ի դեմ, ու սա մահավան կռիվ պետք է լինի, որ թիմը, որ պարտվում է, ամբողջ թիմը լքում է Arm Games-ը, դաժան է, միանշանակ, արդար է, Արդարությունը հարաբերական... Լսի, արամ ես քեզ մատ լավ բան է առաջարկեմ։ Արդեն լավն է։ Արդար բառը չօգտագործենք։ Դա ման եմ ասում, արդար հարաբերական է։ Պայմանավորվում ենք, որ չօգտագործենք այդ բառը։ Ուշադրություն, ընթացիկ, ես ասելու եմ ինչ սերի մասնակից պետքա թողի, դուք որոշում եք ով է թողում։ Բարձրացրեցիք մասնակիցներին վեր, ու նենց բարձրացրեցին իստված կարմիրները հեսա պարտվում են։ Հիմա բացատրեմ ինչա տեղի ունենում սա։ Ամեն մեկը հավասար քաշով մասնակից է պահել, թվացյալ բավականին հեշտ է։ Հեսա հերթականությամբ մասնակիցները թողելու են պարանները։ Վերջում մնալու են 1 հոգի։ Գնաց, հանձնվեց գնաց։ Այսենց։ Սա շատ խմբային խաղ է, ու այստեղ դուք պետք է ամեն մեկը իրար մասին մտածեք։ Ընկեր օպերատոր։ Վերջում թողեմ տղա թե աղջիկ։ Տղա աղջիկ թողեմ, բայց աղջիկները շատ քիչ են, չէ, արդար չի լինում։ Բայց մյուս խաղերի նման մի տանջել երեխեք։ Պարանը թողում է ամեն թիմից որևէ տղա։ Մեկական տղա արդեն կգա այս կողմ։ Ահա, այստեղ 08 մասնակիցը, այնտեղ էլ 046, հա, երիտասարդն էր ավելի։ Ուշադրություն, պարանը թողում են ամեն թիմից ևս մեկական տղա։ Ահա, 054-ը կարծեմ։ 054 համարի մասնակիցը եւ, ահա։ Երեխեքին խի է տանջում։ Այսինքն մի բան ասեմ, իրանք են չէ որոշել կան մրցեն։ Հարգելի օպերատոր, գլխով ես անում, շատ լավ։ Կիսում է, մեր օպերատորները ինձ շատ են սիրում։ Հասկանում եք, իսկ Արամը մեր։ Շատ լավ։ Եկավ, չէ, վայ, Արամ ջան։
Մենք քեզ երկար էինք սպասում, Արամ ջան, այստեղ գով կտեի կազմակերպել։ Ապրես, քանի ստեղ չեմ թող գով 20-ի։ Իմ ներկայությամբ երբևիցե ոչ մի դրական բան չի ասում։ Ուշադրություն։ Դու այստեղ։ Մարիամի խնդրանքով եւս մեկական տղա թողում է։ Չկա այդպիսի բան, չհավատակ, դա իմ խնդրանքը չի։ Եվս մեկական տղա ամեն թիմից։ Թողեք։ 05-ին են համոզում, 05-ին։ 01-ը դուրս եկավ արդեն։ Եկա։ Հա, օքեյ։ Այն թիմը կրել է կացը բացում կերած աղջիկ ունեն դեմը կարող է կապկերը։ Դավայտե դուխով։ Հələ բայց արջև աղջիկին չկուզում համովի կաղջիկա։ Ինքը զուտ կախվել է խանգարումա մնացած են ես թողում։ Ինձ հետա կյա։ Չէ, չի խանգարում։ Ես ձեզ հարց ունեմ։ Ոնց եք։ Լավ։ Մենք երբից նայում ենք, ասում ենք ինչը մայջ մարդու կա։ Բայց մեզ թվում է, որ դու սենց կախվել ես խանգարում ես ուրիշներին։ Բահելես։ Պարոնը։ Լաուրա։ Լաուրա քանի տարեկան է։ 18։ 18։ Բայց ինձ թվում է 14-ոտ է, չէ՞ երևում, չէ՞, մի 14։ Նա օպերատորն է գլխով անում։ Ուշադրություն, ամեն թիմից բաց են թողնում մեկական աղջիկներ։ Վայ, տեսա, Լաուրիկը գնաց։ Ուշադրություն, ամեն թիմից բաց են թողնում մեկական Աղջիկ։ Արամ, աղջիկ, խնդրում եմ։ Լավ, ոնց Մարիամն ասում է, մեկական աղջիկ։ Այս սիրունագույն աղջիկներին, որ տեսնում եմ ու պատկերացնում եմ իրանք ինչ են հենց հիմա ապրում, ուզում եմ ասեմ մի եկեք, բայց համել որ իրենց տեսնում եմ ուզում եմ շատ սիրուն աղջիկներ ունենք մենք, ես հենց շատ հպարտանում եմ այդ փաստով։ Ջան, ուժ մի տվեք, ուժներն Բալիկ ջան, դու քանի տարեկան ես։ 16։ Դա մեր ամենափոքր մասնակիցն է, 16 ամյա, այո, մենք թույլ ենք տվել այս անգամ։ Հարմար է տեղը։ Վստահում ես թիմին։ Հա։ Կարան հաղթեն։ Վստահում ես թիմին։ Okay, հələ գնանք ընդեղ լսենք։ Քանի տարեկան ես։ 17 տարեկան։ Դու ես վստահում, ոնց ու շատ հարմար ես նստել, հա։ Շատ։ Բայց վստահում եմ, այո, Որ վստահ։ կրվեն կներվես։ Չէ։ Որ գնաս տուն։ Հա, որ գնամ կներվեմ։ Ուշադրություն։ Պարանը թողնում է որևէ տղա։ Ստեղ 3 աղջիկ է։ Այստեղից 3 աղջիկ, 2 տղա։ Ստեղ է սա բաց է թողելու 1 աղջիկ, ստեղ բաց է թողելու 1 տղա։ Ուշադրություն։ Քանի որ մի թիմում 3 աղջիկ է, մի թիմում 2 աղջիկ, ես կվերականգնեմ հավասարությունը։ Մեզնից ձախ բաց կթողի աղջիկ, մեզնից աջ բաց կթողի տղա։ Պատրաստ։ 1 2 աղջիկ բաց է թողում այդտեղ։ Լարվեց։ Լելի ջան, ուրեմն ես քո համար ունիկալ առաջարկ ունեմ, ունիկալ առաջարկ։ Դու ուղղակի հիմա պահանը թողնում ես, դու հաջորդ փուլի նույնիսկ չես մասնակցում, գնում ես մի անգամից կիսաեզրափակիչ։ Զուտ մի հոգի պակաս եք, հլենա ինչ ուժեղ ծղեք ունեք ընդեղ։ Ոչ չէ։ Արամ, արքաները չեն հանձնվում։ Ինքը ուրիշ լինի թամի խաղնեք լինիցներին իրար հետ, ինքը չի դավաճում։
Բայց ես ձեր մոտ չեմ եկել։ Այ, ես քեզ հաշվարկային բան եմ ասում, այնտեղ շատ ուժեղ եմ։ Դուք կրվելու եք։ Հիմա դու պարանը թողում ես, դու հաջորդ փուլն չես մասնակցում, մի անգամից անցնում ես կիսաեզրափակիչ։ Կրվելու եք։ Ես քո համար եմ ասում։ Չեն կրվելու։ Վստահ ես։ Բայց մի հատ եմ ասում ու վերջ։ Չէ, ես վստահ եմ, որ չեն կրվելու։ Պետք է մենք մեզ հավատանք։ Այս մանիպուլյացիա է, պրոստը մանիպուլյացիա։ Չհամաձայնվեցին։ Ուշադրություն։ Ամեն կողմից թողնում են մեկական աղջիկներ։ Երկու, երեք։ Լարվել է մտնոլորտը, երեքը երեքի դեմ։ Պասման ռեժիմ չկա արեմ։ Ոչ։ Ոչ չկա։ Ես ուրիշ առաջակ եմ քեզ եկել անել։ Չի ընդունվում ոչ մի առաջակ։ Ֆինալ ես գնում մի անգամ։ Չեմ ուզում։ Դու գիտես որ ուժեղ ես դրա համար։ Ես իմ թմին չեմ դավաճանի։ Ես ուրեմն հեսա տղեկին կանեմ։ Դավաճանությունը մի հատ բառ ունի ու վերջ։ Հեսա տղեկին անում եմ մնան աղջիկները մենակ։ Առաջարկի ինձ անեք, նամ ես եզրափ։ Տեսա նա ուզում ա բարեգամը։ Դու Ուշադրություն։ Պարանը խլացեք, ոչ մի բան մի լսեք, խլացեք, բան մի լսեք։ բաց են թողնում ամեն թիմից մեկական տղա։ Օպա։ Հետո տանջվեն։ Դու կուզեիր մասնակցություն ունենայիր հենց այս խաղերում։ Կուզեիր մասնակից լինեիր։ Ես երազում եմ, որ մեկը լիներ, իմ փոխարեն կազմակերպել, ես մասնակցեի։ Գնա ցովը տանեմ, գնա։ Դու իմ փոխարեն չես։ Պայքարը մնում է միայն տղամարդկանց։ Երեք հաշվից աղջիկները թողում են 1, 2, 3, աղջիկները թողում են։ Թող։ Վերջ։ Սխալ էր ստրատեգիան, որովհետև պետք Ի սկզբանե շատ ճիշտ դիրքով, այս դիրքն է ճիշտ։ Ես վստահ եմ, որ 032 համարի տղան, որ հրաժարվեց եզրափակիչ դուրս գալուց, վստահ եմ, որ կախտի, ոտքերը սղաց, բայց մի բան ասեմ, դու շատ պետքա գայր առաջ։ Մի անգամից որ բրատին ես արդեն։ Չէ, դու մինչև այդ արդեն պետքա պատրաստվեիր։ ամեն դեպքում սիրելիներս, դուք պայքարել եք, միջև էշ պայքարել եք, դա անխոս, անքննարկելի է։ Այնտեղ ցնծություն է, այստեղ տխրություն է, բայց սա խաղ է, ժող, սա ռեալիթի խաղ է, իրական էմոցիաներով։ Յուրաքանչյուր ստեղ արժանի եք հաղթանակի, բայց դուք այս պայն լքում եք Արմ Գեյմսի, շնորհակալ եմ ձեզ յուրաքանչյուրից է։ Շնորհակալ եմ ու շնորհավորում եմ այս հավես էմոցիաների համար, որ ինքներդ ձեզ պարգևեցիք ու մեզ ու արդեն հեռուստադիտողին, որովհետև դուք ինչպես գիտեք լինելու եք եթերում։ Ես ասում եի, չէ, 24 հոգին իմ վրա չի գալու։ Ելած չեղնեի պրոստը, չէ։ Չեմ կարող ասել։ Իսկ այս պահին մենք առաջարկում եմ հաղթողների հետ, տեղափոխվենք, մի քիչ սնվեն, որտեղ իրանք դեռ վազվզելու են։ Մեր պարտվողներին մի հատ ծափարություններով մեր պարտվողներին ճանապարհենք։ Նախ շնորհավորում ենք ձեզ, որովհետև ամբողջով չէ, մի մասը չեկավ, ձեր թիմը
անցավ հաջորդ փուլ 12 հոգով, դուք մտել եք, ասեմ իմանաք, 1/4 եզրափակիչ։ Հաջորդը լինելու է կիսաեզրափակիչ եւ սուպեր ֆինալը կամ եզրափակիչը։ Մինչ այդ մեզ պետքա պարտադիր սնվել, էներգիա հավաքել, պարտադիր պետքա ամբողջովին սենց մեր իմունալ համակարգը բարձրացնել, թե էմոցիոնալ առումով։ Ես արդեն սկսել եմ։ Այո, ես արդեն տեսնում եմ, մենք իրականում այսօր ունենք, ինչպես նշեցի ես մի քանի անգամ, նախ նոր գործընկեր, երկրորդը առողջ գործընկեր, երրորդը համեղ գործընկեր, խոսքը գնում է Երեմյան կատնամթերքի մասին, հիմա ազատ զգանք, ստեղ կան յոգուրտներ, պանրիկներ, կաթ, ով ինչ ուզում է վերցնում է, Էջան դու ինչ ես նախատում, կաթ, հաստատ ուզելս հետ Յոգուրտ։ Յոգուրտ։ ես պանրիկ, Իմ ամենասիրելի իմպելի յոգուրտը։ հասկացա։ Ամպելի յոգուրտ։ Ասարայժան։ Այդ որն է։ Դու ինչ ուզում ես այդ, ինչ ուզում ես։ Պարիկ։ Պանրիկ, մենք պանրիկները վերցեցինք, շոկոլադ ես ուզում, թե սովորական։ Շոկոլադ։ Սիրելիներս, իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Երեմյան կատնամթերքը միակն է Հայաստանում այս 6 կարևոր ցուցիչներում, որոնք հիմա կնշեմ։ Սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացիա։ Ամենամեծ սեփական ֆերմա։ Ամբողջական փակ շղթա։ Սա 3, 4-ը ես կասեմ։ Սերմից սեղան, արտադրական հայեցակարգ։ Մանկական կաթի սերտիֆիկացիա։ Որա բայց շոտ համով ժողովուրդ, կատակ չեմ անում։ Եվ ամենավերջում դու խմում ես A կարգի կաթ։ Հենց այս համեղ նոտայով ասեմ, որ մենք հիմա պետք է գնանք վիճակալության, որտեղ նորից բոլոր անցած 12 մասնակիցները, մյուս 6 մասնակիցները ձեր նույնպես բաժանվում ենք զույգերի։ Ես չեմ ասի, թե ինչ խաղը լինելու։ Գնացի։ Քառորդ եզրափակիչ։ Սա իմ ամենասիրելի խաղն է։ Մենակ ես ես խաղը հաստատ կհաղթեի, ինձ թվում է ում հետ էլ ընկնեի, իմ ռեակցիան լավն է։ Բոլորը տունենում է կարամի ինքնավստահությունից եւ վերջ, շնորհակալություն։ Ոչ ինչի՞ ես ագրեսիվացավ։ Բացարձակ։ Ագրեսիվացավ Մարիամը։ Սիրելիներս, խաղը կոչվում է Կարմիր կոճակ։ Այո։ Բացատրենք խաղը։ Կարմիր կոճակ։ Մասնակիցներից մեկը բռնում է, մյուսը փախչում է։ Խաղը ինձ թվում է հասկանալի, ինձ մոտ գրված է, ես տեսնում եմ, թե ով որ համարի տակ է։ Այստեղից 6 հոգին կգնան կիսաեզրափակիչ, 6 հոգին կգնան տուն։ Կարմիր կոճակ, դուրս թռիր։ 2 046-ը։ Ուրեմն այս պահին 046 համարի տղան անունը Ռաֆայելը անցնում է հաջորդ փուլ, Կարենը 005 համարի բավականին է, որ ասում են առաջատար մասնակիցներից, հա, Կարենը այս պահին, Կարեն ուշ տեղից հետ պոկվեցիր։ Ոչ ինչ խաղա չենք ներվում։ Բայց լավ ես խաղացում։ Ոչ միտեղ չես պարտվել, բոլոր տեղերը հաղթել ես, քառորդ եզրափակիչում պարտվեցիր, բայց մենք քեզ համար ունենք փաթեթ, գեղեցիկ նվեր ունենք։ Երեմյան կատնամթերքի կողմից, դա համար կխնդրեմ դեռ չգնաց, վերջում ձեր նվերները կփոխանցեք, հիմա խնդրեմ սպասիր։ Ռաֆայել ջան, քեզ շնորհավորում եմ, դու գնա այնտեղ նստիր, դու անցել ես հաջորդ փուլ։ Ուշադրություն։ Կարմիր կոճակ, դուրս թռիր, 4 Օպա։ Մեր կանաչաչա պարուհին, այո գեղեցկուհին, բայց լավն է, ձեր պայքարը լավն է, շատ լավն է, երկու գեղեցկուհիներով, եկեք, եկեք, ապերատորները ուրիշ բան են նկարում, դուք եկեք, քո անունը մի հատ ասա, Լաուրա և Միլենը ասեմ, որ հատուկ ինձ գրել է, որ գա մասնակցի, հատուկ առանձին գրել է, ասել ես անպայման ուզում եմ մասնակցեմ, ուսյան անհատապես հրավիրել եմ։ Միլեն, բայց ասա, որ հավես էր, ամեն դեպքում։ Ահա որ հավես էր, սենց էմոցիաներ, չգիտեմ, չէի ապրել, վերջներ։ Միլեն ջան, դու ես բայց արդեն լքում ես անգիմսը, բայց քեզ համար փոքրիկ նվեր ունենք, հա, Երեմյան կատնամթերքի կողմից կխնդրեմ, սպասես, վերջում այս խաղից հետո կհանձնենք քեզ նվեր, ապրես սիրունս, ապրես չիկյարս, քեզ կրկեմ։ Եվ մարդ, որին ընդամենը նկատեցինք այս խաղից առաջ, որ արդեն անցել է կիսաեզրափակիչ։ Ապրես, դու արդեն շնորհավորում եմ քեզ։ Միացիր մյուս երիտասարդին։ Կարմիր կոճակ, դուրս թռիր, 5
Օպա։ Բռնեց։ Էդգարին բռնեց, այո, Էդգարին բռնեց Մայիսը։ Բայց ես ինձ թվաց Էդգարը անցնում է վերջի պահին։ Արագությունս մի քիչ լացի։ Չես ուրախ եմ, ով էլ հաղթեր ուրախ եմ։ Անկեղծ ուրախ եմ։ Երկուսը տղեկ, ուժեղ մասնակիցներ եք։ Հետո ընդհանրապես մեր այսօրվա շոու ապահովումներ, էջան մենք քո համար նվեր ունենք, դու մի սպասվածուր ես մեր նախագծերում, բայց դու այս պայից արդեն լքում ես Arm Games-ը, կխնդրեմ սպասես մյուս տղաների եւ աղջիկների հետ, մենք երեմեն կատնամտերքի կողմից ունենք փոքրիկ նվեր քեզ համար, շնորհակալություն։ Մերսի դեպ մասնակցության համար։ Ապրեշիկ, յարաս։ Մայիս ջան, արագ վազեցի։ Հա, ես վասկից միշտ արագ եմ, դրա համար մտածել եմ, որ ստեղ հանգիստ էի մի տեսակ։ Դու աջորդ փուլում ես։ Շնորհակալություն շատ։ Ուշադրություն։ Կարմիր կոճակ դուրս թռիր։ 6 Ես ներողություն եմ խնդրում, այս թիմը ինչ պետք է աներ։ Զարմանալի երևույթ, ես նայեցի, փոքրիկը շատ ավելի շուտ հասավ, բայց փոխանակ գնա Լիլիթին բռներ, նա գնաց բռնեց փայտե տարան, Լիլիթ, ինչ-որ տարօրինակ ձևով դու անցնում ես կիսաեզրափակիչ, արի լը փոքրիկ, արի։ Ինձ թվում է դու կեսից մոռացել էր ինչի համար ես վազում։ Չէ, ոտը սոտում է։ Չէ, բայց դու ուրիշ տեղ էիր գնում։ Իրա վրա պետք է գնայիր։ Կարող է Լիլիթից վախեցած, այդ մի քիչ գճած։ Մեծ է ելի։ Քո անունը ոնց է նա։ Էլեն։ Էլեն, դու մեր ամենափոքրիկ մասնակիցը լինելով հասար մինչև քառորդ եզրափակիչ։ Ես քեզ շնորհավորում եմ։ Արդեն շնորհավորելու առիթ կա։ Էլենա սպասման ռեժիմ չի կարող գնալ, Էլենը գնում է տուն, բայց մենք քեզ համար ունենք փոքրիկ նվեր, դա համար գնա չանցած մասնակիցների մոտ Լիճան, շատ հետաքրքիր զավեշ տալի ձևով դու հայտնվեցի։ Ես ինչքան առաջ եմ քեզ։ Ինչ է զարմանում։ Իմ հաջողությունների վրա դու պետք է զարմանալ։ Բախտավոր աստղի տակ է ծնվել։ Ես իմ առաջի ռեալիթին մեծ խաղերն ա եղել։ Ինքը քույրիկ է հասել է մինչև եզրափակիչ։ Ու միշտ չգիտեմ ոնց։ Լավն է։ Ոչինչ չի փոխվել։ Ես շնորհավորում եմ քեզ, դու կիսաեզրափակում ես։ Իսկ թվում է եզրափակիչ էլ հասնելու։ Դու արդեն հաջորդ փուլում ես։ Ուշադրություն։ Կարմիր կոճակ, դուրս թռիր։ Շատ լարված է։ Շատ։ Օպա, եւ բռնես։ 0.50 Համարի աղջիկը վերջին պահին շատ էմոցիոնալ էր, բայց հասավ։ Գիտեք սա որ աղջիկներ, Գիտեմ, որ ինտերվյուին զիջել է, սա պետք է հիշել, սա պետք է քննարկել։ Նա հասավ կիսաեզրափակիչ։ Ես մեկին չգիտեմ ոնց եմ ասել։ 0.16 Այսքան էր մնում, այսքան։ Բայց դու քո լավագույնն արել ես։ Չէ, կարաս ուզվես իրականում նորմալ է։ Դու բայց դու երկու համար ես պայքարում, մի մոռացի, դու… Ինձ հարդ վազելուց եմ ցայտից, դու արագ ես վազում, իսկ ես արագ եմ վազում։ Պրոստը ես եկել էի, որտեվ ես էլ եմ արագ վազում։ Քո անունը… Գոհար։ Գոհար ջան, դու այլևս Arm Games-ում չես, մենք քեզ համար փոքրիկ նվեր ունենք։ Կխնդրեմ սպասես, վերջում նվերը հանձնենք, շնորհակալություն, ապրես գործ։ Ապրես սիրունիս։ Եվ վերջինը, ես կարծում եմ, երկուսն էլ արժանի մասնակիցներ, ով կհաղթի։ Կարծում եմ Էրիկը։ Էրիկը նախկին մարզիկ է ու շատ թեթև է։ Էրիկը կունենա առավելություն, հիմա տեսնեք Սպարտակը ինչով կպատասխանի։ Կարմիր կոճակ, դուրս թռիր։ 3 Էրիկը Բռնեց։ Էրիկը հասավ։ Մի բան կարող եմ ասել, որ մեր արկղը։ դա ընդհանրապես կարևոր չէ, ես հիմա ուզում եմ տեսնեմ, թե պետք է նայենք տեսախցիկով, մենք անպայման կնայենք տեսախցիկով, վարի օգնության կարիքն է, դու ոնց ես, դու շինգել, ցավա տվել, նորմալ է, մեզ պետք է այս պահին մեր սիրելի վառը։ Սպարտակը անցնում է եզրափակիչ փուլ,
Մինչ հասնելը Սպարտակը ձեռքը դնում է ուսին, հետո նոր արդեն Էրիկը հարվածում է եւ կոտրում է։ Երկուսը դեռ միմյանց արժանի եք, բայց Սպարտակի ձեռքը հասնում է Էրիկի ուսին մինչեւ հարվածելը, մինչեւ դեռ մոտենալը։ Ամեն դեպքում իրար արժանի եք երկուսը էլ։ Դուք մի թիմից եք, կարծեմ, չէ՞ թե։ Բարանի երկու խաղերի ժամանակ մի թիմից եք եղել, բայց սա սպորտ է, ես գիտեմ դու սպորտի մոտ ես, դու ինքդ մարզիկ ես, ու գիտես որ Պարտությունները այտենց արժանապատվորն ենք ընդունում, շարժվում առաջ։ Ես կուզեմ Էրիկին ծափահարություններով ճանապարհենք, որովհետև նա առաջի մարտն է, որ կոտրեց մեր գույքը։ Ամեն դեպքում ցանկալի կներ երկուսի տեսնել եզրափակում, ասեմ ավելին միմյանց դեմ։ Շատ հավես խաղա լինելու եզրափակում, բայց ինչևէ։ Դու գնում ես կիսա եզրափակիչ, դու գալիս ես ինձ հետ, գնում ենք նվերիդ հետևից։ Գնացինք։ Այստեղ մի փոքր էմոցիաները, դե բոլորը արժանի մարդիկ եք, բայց դե ինձ թվում է ոչ մեկ չի սիրում պարտվել, այն էլ պարտվել կիսաեզրափակիչից առաջ, որտեվ ընդամենը 6 մասնակից մնաց մեր նախագծում։ Դուք 42-ից այն 6 լավագույններն եք, որոնք լքում են այս պահին մեր նախագիծս եւ մեզ։ Այս էկոբեկերի մեջ այս պահին ֆանտաստիկ սեթ է հավաքված դուք ձեզ համար, կատնամտրքի, սա ձեր հետ կտանեք տուն։ Սա որոշակիորեն կսփոփի էմոցիոնալ ձևով ձեզ առողջ ապրելակերպ, առողջ ծնունդ սիրում ես կատնամտրքներ։ Իհարկե, ու Երեմյան հենց։ Հա՞։ Ինչ լավ է։ Երեմյանից օգտվում միշտ։ Ապրեք։ Շնորհակալություն մեր գործընկերոջը, ձեզ բոլորիդ հաջողություն սիրելիներս։ Համեցեք։ Հաջողություն։ Իսկ մենք գնում ենք եզրափակիչ խաղ։ Սա իրականում կիսաեզրափակիչ խաղն է, բայց ես այսպես ասեմ, սա կարա կոչվի եզրափակիչ, հետո կունենանք սուպեր խաղ։ Երեքը մրցում են երեքի դեմ։ Վիճականությունն արդեն եղած է։ Գնացինք։ Ըստ ավանդույթի մեզ մոտ արդեն լուսաբաց է գալիս, գիշերվա ուժամ է, ցուրտ է։ Բայց ասեմ, որ այս խաղը չեմ տեսել, պատկերացում չունեմ ու ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է սպասվում այս գլխապտույտ խաղում, իդեպ խաղի անունը գլխապտույտ է։ Այո, եզրափակչի ժամանակ Մարիամը գնացել էր պատրաստվել, որպեսզի գեղեցիկ ներկայանա զեն։ Այո։ Շատ հետաքրքիր խաղ է։ Եկեք բացատրենք խաղը նախ։ Խաղը կոչվում է գլխապտույտ։ Մասնակիցներից մեկը ամրացվում է սարքի վրա եւ պետք է նայելով հայկական սիմվոլներով պատին փորձի հուշել իր աչքերը փակ մասնակցին, որը պետք է սիմվոլները նույնությամբ վերարտադրի դատարկ պատի վրա։ Հուշելը դժվարանալու է, քանի որ հակառակորդ թիմի մասնակիցը խաղի ողջ ընթացքում պտտելու է կապված մասնակցին։ Որ թիմը առաջինը եւ ճշգրիտ վերարտադրի սիմվոլներով պատը կհաղթի։ Ինձ մի բան է հետաքրքիր, խնդրում եմ ասա, տեսնեմ, թե ով է վերջում հաղթում։ Այստեղ շատ կարևոր է, որ ճիշտ պատկերը հավաքվի, բայց նաև ամենաարագը։ Կարևորը ճիշտն է, բայց որտեղ կարող ինքը արագ լինի, բայց այդպես ճիշտը չլինի։ Պատրաստ։ Պտույտ։ 1-ից 4։ 1-ից 4։ Տեսեմ, այդի պահի 1-ի միած ձախ վրցրու թարսա, ապրես տենց։ Տենց դիր։ Իջի 1, 2, այդ վերև, մի հատ վերև, այդ դիր։ Ահա, արդեն սկսեցին խաղը։ Ուղիղ, չէ, հակառակ, մի հատ էլ հակառակ։ 1-ի 2, արագ։ Всё, դիր, ճիշտ է։ Որ շատ հետաքրքիր։ Ապրես, մյուսը, շուշուտ, լավ արագ։ 2-ի 4, թարս։ Գնա։ Թվով ասա։ 1, 2, 6 գնա։ 6 եկով։ Նոր շարքի։ 6-ի։ Այդ ես, դիր, արագ։ Ամենատակը, իջի, գնա, էլի գնա։ Այդի, երորդը, դիր։ Այդ, դիր։ Թեքի, այդ ենք, դիր։ Այդ է, արագ։ Վերցրու։ Նայեմ, թեքի, այդ ենք, 6-ի 5, 6-ի 1։ 6, 2-ի 6։ 2-ի 6։ Այդ, դիր, շատ գնացիր։ Դիր, ապրես։ Յատել։ Էդի 5-ի 6, ամենատակ, չէ, 2-ի 1։ Հիմա տղաները բավականին առաջ անցան, իմիջիայլոց շատ հետաքրքիր է, որ վիճականությունը այդպես է ստացվել, որ 3 տղա մտցում են 3 աղջկա դեմ, բայց սա ընդհանրապես սպորտի հետ կապ չունի, ավելին ասեմ տղաները վատացան։ Հա, իդեպ աղջիկները բոլորը լավ էին։ Այդ, ամենաներքևը, էդի ճիշտ է պահած, ամենատակը, էլի աչ, այդ, ապրես արագ։
Էդի։ Այդտենց պահի, բասի գտնեմ։ 1-2 ձախով, ամենավերևից ձախ է երկրորդը։ Այդ է, միած խալ ես դրե, բայց եթե չես։ Ճիշտ է։ Հա։ Դավայ։ Մյուս մասիսը։ Մի րոպե, չեմ տեսնում։ 2 տակ, աչ, մի հատ էլ աչ, ապրես, դիր, արագ։ Իչի, այ էտա, դիր, ձախ, մի քիչ ձախ դիր, այդենց դիր։ 3-5, այդ է, մի հատ իչի ներքև, մի հատ է, միջև վերջ գնա, մի հատ շրջի, չէ, մի հատ էլ վերջ, մի հատ էլ։ Այ դրա տակը, հենց դրա տակը, ձենս կտրվավ, լավա, պահի, դիր, շուշուտ, լավ շուշուտ գրվում ենք։ Շոշափելով, նրանք գնում են, գտնում են, այսպես ասած, անցքը, որը բաց է եւ դնում են։ 1-3։ Այդպես մեր, այդ է, մի հատ ֆրցուր ձախ պատկեր, ապրես դիր, արագ։ Ամենատակը մի հատ է բաց մնաց է, ձախ, այ էտա, թեքի նկարը, թեքի, միշտ սխալ է թեքում, լավա, դե վերև, դավայ։ Այդ է, ապրես դիր։ Ամենավերևը, ամենաառաջից մի հատ ձախ, դիր։ Շուշուտ։ Ներքև, այդ է, դիր։ Արագ։ Ծիրանը սխալ է դրված։ Ձախ, մի հատ վերև, այդ է, դիր։ Այո, արեստում է իրանք պետք է կրահեն, մենք չենք խառնվում։ Մենք պետք է ասենք, որ իրանք ստուգեն։ Այդ է, բայց այդ ճիշտ է։ Նա իսախ ճիշտ է։ Հա, սպասի։ Դիր։ Այդ դիտենամ, մեջտեղը գնա, 1-2-3 դրա վերևը, այդ է, թեքի նկարը, 360։ Ճիշտ է։ Ուշադի նայեք։ Ճիշտ է։ Դիր, շուշուտ։ Ճիշտ է։ Նա տունում է ստուգի։ Նայել եմ, նատեմ։ Մի հատ, ստոպ արդեք։ Ստոպ։ Գլուխս, պահի տենամ, իմ կոմ պահի, քո կոմա նկարը։ Թեքի, դիր, Իրանք ասում են հավատել են։ Մենք պրծել ենք, վсё։ Բայց սխալ կա։ Այդ դիր, Ես սխալը տենում եմ։ Ասա։ Չէ, պահի։ Ստոպ, վсё։ Դուք էլ սխալ ունեք, սխալը գտեք։ Թող տեսնեմ։ Բան, արագ, ամենաառաջինի 5-ը։ Մի րոպե, մենք խի սխալ ունենք։ 2, 3, էսի ճիշտ է, ճիշտ է։ 1, 2, 3, ստոպ։ Մոտդ պահի դիր գետին։ Գտնի։ Այդ ես դիր։ Վերջ, տղաները աղթեցին։ Աղջիկները շատ վատ։ Շնորհավորում ենք տղաներին։ Շնորհավորում ենք, այո, տղաներին։ Բայց ես աղջիկների կողմից եմ։ Ես դե տղաների այս անգամ, հա։ Ես մի տեսակ ուզում եմ այս խաղը տղա հաղթեր։ Դե լավ, հա։ Ստոպացավից հետո։ Մարիամ ուզում է տղաները հաղթեին, ես ուզում եմ աղջիկները հաղթեին, Մարիամի ցանկությունը կատարվեց։ Սիրելի Լիլիթ, Լաուրա եւ Էլեն։ Դուք կիսաեզրափակիչ խաղն ու սա իրականում կիսաեզրափակիչ էլ չի, սա իրականում եզրափակիչ խաղն է, որովհետեւ հաջորդը լինելու է սուպեր խաղ։ Մենք կատնամտերքի այս փաթեթները այս էկոբեգերի մեջ լցված է շատ համեղ կատնամտերք, որը վստահաբար ձեր տրամադրությունը կբարձրացնի, նեղված չէ, չէ երեխեք։ Նեղված է։ Հաշվի առնելով, որ տղաների հետ ենք պայքարել, այո։ Հա, ինչ-որ վիճականություն տենց։ Ոչ թե ես ուզում էի տղաները հաղթեն, այլ ես այդպես էլ զգում էի, որ նրանք են հաղթելու։ Դա շատ տարբեր է։ Իսկ ես ուզում եմ այս խաղը տղա հաղթեր։ Ցանկությունը վերածվեց։ Ես զգում էի, ընդհանրապես ասեցի, որ զգում էի։ Ես տղաներին կառաջարկեմ ծափարենք ֆանտաստիկ երակին։ Լիլիթը, Լաուրան եւ Էլենը այս բանը լքում են Arm Games, իսկ մենք տեղափոխվում ենք սուպեր խաղ, ապեք աղջիկներ։ Իսկ մենք տեղափոխվում ենք տղաները կարող են կանել իրաց դուր չկա ինտելեկտուալ խաղ է լինելու։
Սուպեր ֆինալ։ Ինտելեկտուալ խաղ, բայց դիմացկունություն էլ է պետք։ Այո։ Մասնակիցների արդեն ունեն վիճակահանություն, նրանք համարակալվել են, համար 1-ը Սպարտակն է, համար 2-ը Ռաֆայելը եւ համար 3-ը Մայիսը։ Ամեն ինչ սկսվում է Սպարտակից, հնչելու է հարց։ Բայց այդ ընթացքում միշտ նրանց ձեռքին լինելու են այս մեծ գավաթները։ Երբ որ հարցը հնչում է Սպարտակի, Սպարտակը ճիշտ է պատասխանում, նա որոշում է, թե ում գավաթի մեջ է լցվում Երեմյան կատնամտերքի կաթը։ Հենց այս չափով։ Եթե նա սխալ է պատասխանում, Մայրամ ջան, դու լցնում ես կամ ես լցնում եմ հենց իր գավաթի մեջ։ Պարզ եւ հասկանալի։ Բայց պարտվում են այն մասնակիցները, որոնք առաջինը ձեռքից կթողնեն գավաթը կդնեն սեղանին։ Հաղթում է այն մասնակիցը, ում ձեռքում միջև վերջ կմնա գավաթը։ Սա նաև ուժի հարց է եւ Երեմյան կատնամտերքի նաև գաղտնիքը նրանում է, որ նա ուզում է, որ մենք ուժեղ լինենք։ Հիմա ստիպված ես սկսեմ կաթ խմել, ժողովրդի շուշուտ եմ հիվանդանում։ Իմունիտետը կբարձրացնի։ Այո, ես ճիշտ ասած մանկուց չեմ խմել, հիմա ես բոլորդ մոտիվացնում եք ինձ։ Շատ լավ։ Գավաթները բարձրացրեցինք։ Առաջին հարցը հնչում է Սպարտակին։ Այդքան էլ բարդ չի։ Մայրամ, գիտություն։ Ով է կենսաբանական էվոլյուցիայի գաղափարի հեղինակը։ Սպարտակ։ Չգիտեմ։ Պատասխան Չարլզ Դարվին։ Ես իրականում կողմ չեմ, ինչ որ Դարվինը իրականում ասել է, բայց մենք փաստ ենք արձանագրում զուտ։ Առաջին գավաթ կաթը լցվեց։ Հաջորդ հարցին պետք է պատասխանի արդեն Ռաֆայելը։ Մարիամ։ Ինչ է անվանվում էներգիան, որը պայմանավորված է մարմնի շարժմամբ։ Նյուտոն։ Չէ։ Ինչ է անվանվում էներգիան, որը պայմանավորված է մարմնի շարժմամբ։ Պատասխան։ Ես արդեն բացել էի պատասխան։ Կինետիկ էներգիա։ Մյուս հարցը մի փոքր հեշտ կընտրենք ամեն դեպքում։ Որն է աշխարհի ամենախորը լիճը։ Մայիս։ Լիճը։ Բայկալ։ Այո, ճիշտ պատասխան։ Դուք ընտրում եք թե ում գավաթի մեջ է ավելանալու կաթը։ Ռաֆայելի։ Օպա։ Կարծես թե ռազմավարությունը ինձ համար ընկալելի էր։ Արմունկը չի կպնում մարմնին։ Որ գերհերոսի մասին է Մռայլ ասպետը կամ Խավարի ասպետը ֆիլմը։ Չգիտեմ։ Ֆանտաստիկայի ժանրից է։ Չգիտեմ։ Բեթմեն։ Այս այսպես Երեմյան կատնամտերքի կաթը լցվում է Սպարտակի գավաթի մեջ։ Ռաֆայել, ես նկատեցի, որ գավաթը կպավ սեղանին, թե ինձ տես թված։ Կպավ չեմ, խնդրեմ դնես գավաթը։ Ծափարենք, ովքեր որ մնացել են, Ռաֆայելը մեր նախագծում գրավում է երրորդ հորիզոնականը, ես շնորհավորում եմ քեզ համար ունենք նվեր, բայց մինչև նվերը կտանք, հարցը ընթերցի, կխնդրեմ բարդ հարց ընտրես, որովհետև ես բավականին հեշտ հարց էի ընտրել Մայիսի համար։ Որ քաղաքում է ծնվել Լեոնարդո դա Վինչի։ Պատասխան։ Մադրիդ։ Ասեմ, որ այն ժամանակներում, երբ որ Իտալիայի արվեստագետները ծնվում էին ինչ-որ գյուղում կամ քաղաքում, հենց իրենց գյուղի կամ քաղաքի անունն էր դառնում էր իրենց ազգանունը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է Վինչի քաղաքում։ Գյուղում կներեք։ Արվեստի պատմության ուսուցչուհի եմ։ Հաջորդ հարցը։ Ով է գրել Պետություն եւ հեղափոխություն աշխատությունը։ Դե հեշտ հարց կարդայիր։ Ով է ԱՄՆ-ի առաջին նախագահը։ Սա հեշտ հարց է։ Առաջին ինչ մտքիդ գալիս է ասա։ Օբամա։ Օբաման էս վերջեր ասել ամեն դեպքում։ Առաջին հետ է։ Ամեն դեպքում։ Ով էր Հարավ Աֆրիկայի առաջին սևամորձ նախագահը։ Նելսոն Մանդելա։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ պատասխան։ Դու ընտրում ես թե որտեղ է լցվում կաթը։ Ես կլրեմ, դուք լցրեք Սպարտակի գավաթ։ Սպարտակ ջան, տես իմացությունը այն էլ աֆրիկյան հանրապետության հերոսներից մեկի Նելսոն Մանդելայի պատմությանը վերածվում է քեզ դեմ։
Դժվարության։ Ես ֆիզիկապես քաղաքական ոչ։ Ասեմ, որ ԱՄՆ-ի առաջին նախագահը Վաշինգտոն։ Ջորջ Վաշինգտոն։ Ախր առաջինը դա պետք է մտքիդ գար։ Չէ, բայց Ջորջ Վաշինգտոնը իրականում բարդ չէր։ Սպարտակին եմ հարցը ուղղում։ Ուշադրություն։ Որ հայտնի երաժիշտներ խուլ կյանքի վերջում։ Երկու շատ հայտնի խուլ կոմպոզիտորներ կան, այսպես ասեմ։ Բախ։ Բեթհովեն։ Ես նույնիսկ չէի կարդացել հարցը, ուղղակի ես երաժիշտ եմ, նորմալ է, որ ես դա գիտեմ, ամեն դեպքում։ Որ գրողն է ստեղծել Աննա Կարենինա վեպը։ Մայիս։ Լև Տոլստոյ։ Ճիշտ է։ Ես վստահաբար գիտեմ, որ կարար չիմանա սրա մասին Մայիսը, բայց նա կռահեց, չէ Մայիս։ Թե դու գիտեն։ Չէ, կռահեցի։ Ես զգացի, որ դա կռահել էր։ Իմիջայլոց կարծես վերջին գավաթն է։ Այլևս մենք չենք կարող ավելացնել Սպարտակի գավաթին, այստեղ միակ առավելությունը կարա Սպարտակ ունենա, եթե ճիշտ պատասխանի։ Սխալ պատասխանի դեպքում քեզ ոչինչ չի լինի, դու պետքա դիմանաս հարցը Սպարտակին։ Որն է աշխարհի ամենաբարձր ջրվեժը։ Անխել։ Ճիշտ է։ Հիմա դու եթե սխալվես, բավականին բարդ վիճակի մեջ ես մտնում, ոնց որ թե բավականին ֆիզիկապես պինդ է Սպարտակը։ Հարցը։ Որ երկրում է ծնվել Մոցարտը։ Երկիր։ Ֆրանսիա։ Չէ, Ավստրիա։ Կամ Գերմանիա պետք է լինի, կամ Ավստրիա, ուրիշ տարբերակ չկա։ Ուշադրություն։ Որ ֆիլմում է մի տղա գտնում կախարդական խաղ, որը ստիպում է ֆիլմի հերոսներին անցնել ջունգլիների վտանգների միջոցով։ Ֆիլմի անունը Այդ այն լուցկու բաճկենա որ գտնում է։ Մեզ պետքա որ դու ասես ֆիլմի Ֆիլմի անունը չգիտեմ։ Ջումանջի, Սպարտակ։ Ընթերցիր հարցը։ Ով այս պահին հաղթում է տուն է տանում 500,000 դրամ։ Որ ֆիլմում են մի խումբ հերոսներ պահպանում կախարդական մատանին։ Տրամաբանեն մատանի հետ իրակալը։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ես ֆիլմեր չեմ նայ։ Ով է գրել պետություն եւ հեղափոխություն աշխատությունը։ Չգիտեմ։ Լենին։ Ով է Չինաստանի ներկա նախագահը։ Սա էլ որ իմանաս ես կհանձնվեմ։ Մի րոպե, Կիմ Ին Չեն։ Այսպես ասեմ, ես էլ չեմ կարող կարդալ։ Ես չգիտեմ։ Սի Սզինիպին։ Սպարտակը գիտեն։ Ով է աշխարհի պատմության մեջ ամենաշատ ոսկե գնդակներ տարած ֆուտբոլիստ։ Լեոնել Մեսսի։ Ով է թեթև ատլետիկայի, մասնավորապես սպրինտ ոլորտի համաշխարհային ռեկորդագիրը։ Հուսեյն Բոլտ։ Ճիշտ է։ Հարցը Սպարտակին, Սպարտակո ձեռքը կպտում է քո մարմնին, ոչ։ Որն է Բրազիլիայի մայրաքաղաքը։ Ռիո դե Ժանեյրո։ Ոչ։ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոն ամենամեծ քաղաքներից մեկն է, Բրազիլիայի մայրաքաղաքը, շատ փոքրիկ մայրաքաղաք ունի, որոնց Բրազիլիան է։ Քանի որ մենք խոսեցինք գետի ջրվեժի մասին, նաև խոսենք գագաթի մասին, որն է աշխարհում ամենաբարձր գագաթը։ 8848 Ջոմոլունգմա Էվերեստ։ Ճիշտ է։ Թիվը ոնց որ սխալ է, բայց 8848 թիվը շատ ճիշտ է։ Էվերեստ, այո։ Ընտրում չվիճել։ Ընկեր Շահբազյանն ասա։ Ընկեր Շահբազյանն ասա, վրացի եթե նայելու եք Ընկեր Շահբազյան մեր 10 տարի անց է հիշում եմ։ Պետք է ուղես։ Սպարտակ պետք է ուղես։ Շատ լարված է իրականում։ Մենք այլևս հարցեր չունենք, այստեղ գնում է դիմադրողականության վրա։ Բոլորը ուղեցին ձեռքերը։ Բայցինք։ Can I win? Ինտելեկտով միանշանակ Մայիսը հաղթեց։ Ինքը ունի արդեն առավելություն, երկար ժամանակ է Սպարտակի ձեռքում է ծանր գավաթը։ Հիմա տեսնենք կդիմանա Սպարտակը այս ցավին, որտեղ ամեն էս պահելու մեջ կա նաև ցավ, ուսի, հոդերի, Հիշեցնեմ, որ Սպարտակը ստացել էր նաև վնասված։ ուսի, հոդերի։ Եմ սկսել վարել։ Ահա։ Ու պետք է ուղես, Սպարտակ պետք է ուղես, ուղեք, դե նույն վիճակում չի։ Ուղեք ձեռքերը, Մայիս դու էլ, ուղի արմունկդ,
Այսպես պետք է պայք։ Շատ ուժեղ պայքար է գնում, շատ։ Ծափարելու արժանի երկու մասնակիցներ, երներս։ Arm Games։ Այս պահին շատ բարդ է Սպարտակի համար, բայց Սպարտակը չի անձնվում։ Իրոք Սպարտակի ջանքերը, սա ուրիշ էներգիա է։ Անասանելի ուժի գործոն է, բայց խաղի կանոնը կարևոր է մեզ համար, սինես պետք է պահեք ուղիղ։ Ես բացատրեցի ոնց ենք այս պահին պահելու։ Ուղիղ ձգած, երկուսի արմունկները բացեցինք, 1, 2 պահեցինք։ Ես հպարտանում եմ նրանց երկու մասնակցի համառությունն էլ հպարտանալու, ես սենց ասեմ, ձեր ընտանիքը երկուսիդ կարա հպարտանա։ Մայս պետք է ուղես արմունկդ, մայս պետք է ուղես։ Սիրելի մասնակիցներ, նախատեսված է, որ հաղթող կտանի 500,000 դրամ։ Ձեր թույլտվությամբ ես որպես նախագծի պրոդյուսեր երկուսին իմ կողմից կտամ 500,000 դրամներ, երկուսն էլ արժանի են այսօր գնան տուն մեծ կլոր գումարով։ Թքած թե ես 500,000 չեմ տուժվի, դրեք։ Այս ջանքերը չեր կարելի թողել այսպես, մի հատ կլին ես գրկեքին, որ կատ չանեք ինձ։ Մի բան էլ ասեմ, մենք լրիվ համապատրաստից գրանցվել ենք եկել ենք, մայիսի իմ հարևանն է, մի երկու տուն ես կողմ, բայց չենք իմացել եկել ենք ստեղ ենք տեսնել։ Հաղթանակ գնալու էր Արտաշատ անկախ ինչից ես ինձ սկզբում եմ ուզում ասեմ, մենք երկուսս էլ Արտաշատից ենք ու մի երկու տուն ես կողմ ենք մնում էլ։ Առանց իմանալու եկել ենք։ Ես ինձ թվում է Մարիամը հպարտանում այնձնով, ես չէի կարա այս պայքարները չգնահատեի, բայց ամեն դեպքում ես վստահաբար ասում եմ, որ երկուսն էլ արժանի եք։ Ռաֆայել ջան, կուզեմ դու գաս Ռաֆայելը որպես երրորդ պատմավոր հորիզոնական զբաղեցրած, այս դեպքում երկրորդ է զբաղեցրել, որտեղ մենք երկու հաղթող ունեցանք, այս նվերքարտը Երեմյան պատնամետրիկի կողմից քոնն է, նվերքարտը ստեղ է, էլի ես վերցրու։ Դրավորում ենք Ռաֆայել քանի տարեկան ես։ 16։ Օպա, 16 տարեկան պատանին դարձավ այսօր Arm Games խաղերի սուպեր խաղի մասնակից եւ գրավեց Պարսացի երկրորդ հորիզոնականը։ Շնորհավորում ենք քեզ։ Հուսով եմ դու բավականություն ստացա, չէ՞ ամուսնի։ Ապրես տղես։ Նայ, Ռաֆայել ջան, նախ այս նվերքարտը դու կարող ես օգտագործել Երեմյան կատամետրիկի ֆիրմայի խանութներից, նաև հնարավորություն ունես անմոռանալի ժամ անցկացնել Երեմյան ընկերությունների խմբի ռեստորաններում։ Երբ տես, սա քեզ լավ ժամանակ, չգիտեմ, առևտուր կանես, լավ ժամանակ անցկացնես, այս նվերքարտը քոնն է։ Շնորհակալություն ծափարություններով, ձեզ համար Ռաֆայել։ Ես շնորհավորում եմ ձեզ, ես իրոք այսպես փորձում եի ներքևից նայել, որ ձեր էմոցիաները զգայի եւ շատ ուրախ եմ, որ Արամը նման որոշում կայացրեց։ Ձեր գիտեք, ես միշտ սենց դրական ինչ-որ լավ բաների կողմնակից եմ, ավելին ասեմ, Արամը մի քիչ ինձնից այսպես բարակվել է, դա շատ ուրախ եմ։ Ես քեզ համար շատ ուրախ եմ։ Ոպե, շնորհակալություն։ Սիրելիներս, դուք ինչպես նախագծի կողմից, այնպես էլ իմ կողմից փաստացի կես միլիոնական նվերով այսօր գնում եք տուն։ Իմ ականջին մեր գործընկերն ասաց, որ մենք բոլորով 4-ով հրավիրված ենք Երեմյան կատամետրիկի ֆերմա, հետո գործարան։ Մենք շատ հավես էս տուր ենք ունենալու, ես օրինակ Հայաստանում չգիտեի նույնիսկ որ մեծ ֆերմա կա։ Մենք որ այնտեղ լավ ժամանակ անցկացնենք եւ այնտեղը ձեզ կտրվի գումարի սերտիֆիկատը։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որտեղ ունեցանք գժական Arm Games, որտեղ բացահայտվեցին ասամար, նոր դեմքեր բացահայտվեցին։ Շատ հավես։ Քեզ դուր եկավ ընդհանուր նախագիծ։ Ես այսօր քեզ ասացի, որ ինձ շատ դուր է գալիս։ Ապրես չգարես։ Տղաներ, ձեզ շնորհավորում եմ բոլոր դիտողներին, դուք կարող եք գնալ, իսկ մենք ամփոփենք։ Դուք կարող եք գնալ։ Դե ինչ Մարիամ ջան, գոհ։ Արի ամփոփենք, ասենք շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք դիտում եք, ու շնորհակալություն նաև որ այդպիսի ցանկություն կա ձեզ մոտ մասնակցելու։ Վստահ եմ Արամը կտա էլի հնարավորություն շատերին մասնակցել։ 2026 թվականին սպասում են բազում անակնկալներ, բազում։ Կտեսնենք սիրելիներս արդեն 2026 թվականին բոլորիդ պատճում ենք